Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը՝ 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Հարավձազարգել հետևորդներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այս պայն ես զրուցում վերլուծաբան Էդուարդ Սարիբեկյանի հետ, շնորհակալ պարոն Սարիբեկյան։ Ես էլ շնորհակալ բարոյ։ Գյումրիում ավարտվեցին նախորդ կիրակի օրը ընտրություններ եւ ըստ էության ընդդիմությունը տարբեր դեմքերով, բայց 50+ հավաքեց քաղաքացիական պայմանագիրը պարտվեց։ Եվ տրամաբանությունը հուշում էր, որ ինչպես օրինակ Մայր Հայաստանը եւ հետո Ռուբեն Մխիթարյանը հայտարարեցին, որ իրենց ձայները կտան ամենաշատ քվեն տոկոսները ստացած տեխնացուին, ոչ թե կոալիցիա կազմել, այլ քվեարկեն, որ ինքը դառնա քաղաքապետ։ Երրորդ տեղը զբաղեցրած ուժի տեխնացուն Մարտունը Գրիգորյան ձգձգում է։ Եվ անկեղծ մի փոքր նաև անհասկանալի է ձգձգումը։ Տեսեք, ձեր վերլուծությունները։ Դուք որ հարցը ձևակերպում եք, ասացիք, որ տրամաբանությունը հուշում է, որ, հա, ես ասեմ, որ տրամաբանությունը մի քիչ այդտեղ չի։ Տրամաբանությունը պետք է հետո ծագեր։ Որովհետև, տեսեք, օրինակ, Մայր Հայաստանը եւ 2023 թվականի Երևանի ավականու ընտրությունների ժամանակ եւ Գյումրիում վերջին ընտրությունների ժամանակ առաջին օրվանից հայտարարեց, որ իր մասնակցությունը ոչ միայն կամ այնքան էլ Գյումրու տեղական ինքնակառավարման խորհրդում տեղ ունենալու կամ քաղաքապետ ունենալու համար է, որքան իշխող քաղաքական ուժի դեմ գործողություն մեկնարկելը եւ հաղթանակի դեպքում դա տրանսֆորմացնելը, տարածելը մյուս քաղաքներում, վերջնարդյունքում ամբողջ Հայաստանում։ Այսինքն, ոչ թե տրամաբանությունը հուշում էր, որ ընդդիմադիրները պետք է միանան, բնականաբար արդյունքը պետք է լիներ միանալը, այլ տրամաբանությունը հուշում էր եւ ամբողջ քարոզարշավի ընթացքում էլ իդեպ բոլոր ընդդիմադիր կամ գոնե ընդդիմադիր կեցվածք ունեցող, որտեղ գիտենք, չէ, այդպիսի ուժեր կային, քաղաքական միավորներ, ովքեր մասնակցում են այդ ընտրություններին, հայտարարում էին, իհարկե հնդհացած, որ այո, Գյումրու ընտրությունները կարող են ունենալ համապետական, համազգային, զարթոնքի, իշխանության հետ բերման եւ այլն նպատակներ, տրամադրություններ եւ այսինքն այդ ասենք բարի վիրուսը, որ Մայր Հայաստանը դեռ 2023 թվականին բերեց Հայաստանի քաղաքական դաշտ, Գյումրիում տեղ գտավ եւ գրեթե բոլորը, երբ որ իրենց հարցնում էին, ասում են, արդյոք ձեր կարծիքով սա հարցազրույցներ են, չէ՞ տալիս նախընտրական, ձեր կարծիքով սա կարող է դառնալ։ Իհարկե կարող է դառնալ եւ պետք է դառնա մեր հաղթանակի դեպքում մենք ամեն ինչ պետք է անենք եւ այլն։ Բայց հիմա ես ուզում եմ մի փոքր մեջբերում բերել, հետո էլ չեմ խոսքս Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի երեկվա գրառումից է։ Կներեք ակնոցներով չեմ։ Ուշադիր հետևում է Գյումրու ընտրություններին ոչ թերագնահատելով դրանց կարևորությունը, ոչ էլ համապետական գործընթացների մեկնարկ համարելով։ Իր գրության առաջին նախադասությունն է։ Հիմա սա անջատենք մեծ հարգանքով պարոն Աշոտյանի նկատմամբ, ասեմ, որ հանրապետության Հայաստանի Հանրապետության պատմության մեջ ամենախոշոր քաղաքական կուսակցության, հա, փոխնախագահը Գյումրու ընտրությունները չի գնահատում իր համապետական նշանակության մեջ։ Հիմա թողենք պարոն Աշոտյանին մի կողմ։ Եթե քարոզարշավին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը բացի
իշխանական քաղաքական ուժից ու Եվրոպամետ քաղաքական ուժից հայտարարում են կամ համաձայնվում են, որ Գյումրու ընտրությունները կարող են ունենալ համապետական նշանակություն, համազգային նշանակություն, տրամաբանությունը պետք է փնտրել արդեն այդտեղ։ Այսինքն իրադարձությունները, որ հիմա տեղ են ունենում, հետընտրական իրադարձությունները, տրամաբանությունը պետք է փնտրել այդտեղ։ Ես չեմ խոսի Գյումրիում կլանների հակամարտությունից։ Դա իմ ոչ պրոֆիլն է, ոչ էլ այսօրվա կարծում եմ մեր խոսակցության առարկա։ Ես չեմ խոսի տարբեր կուսակցությունների դեմքերի, տարբեր կուսակցությունների ֆրոնտ մենների մասին եւ այլն, դա էլ է անձնական բան է, որ ես հիմա չեմ ուզում, քանի որ արժևոն process-ներ կան եւ այլն, բայց ասածս որն է, եթե մենք, այսինքն այն կուսակցությունների համակիրները, այն կուսակցությունների հետ աշխատողները կամ այն կուսակցություններին հետևողները, հա, ովքեր որ մասնակցել են այդ process-ին, իրենցից հիմա ինչ-որ պատասխան ենք սպասում։ Եվ նկատի ունենալով, որ Գյումրու վերջին ընտրություններում ընտրողների կարելի ասել աննախադեպ մասնակցությունը մեծապես պայմանավորված էր նաև նրանով, այսինքն այն քաղաքականությամբ չեմ զբաղվում հատվածը, որ գնաց դրա մի մասը, որ գնաց ընտրությունների, նաև նրանից էր, որ ոչ թե Վարդան Ղուկասյանն են առաջ օրը ճանաչում, ոչ թե Մարտուն Գրիգորյանին են առաջ օրը ճանաչում կամ նրանց անվերապահ հավատում, ոչ Մայր Հայաստանին են առաջ օրը ճանաչում, ոչ մյուսին, բոլորին ճանաչում են, բոլորին գիտեն, թե անձնապես, թե հեռուստատեսությամբ եւ այլն, գնացել են այնուամենայնիվ այդ ընտրությունները իրենց տեղից դուրս են եկել, գնացել են քվեարկության, դա նշանակում է, որ կար մի ինչ-որ գաղափար, որը բոլորի համար ընդունելի էր, քան նախկին մյուս ընտրությունների ժամանակ։ Որը մի բան ասեմ, պարոն Սարբեկյան, ուղղակի թիվը հնչեցնում։ Այս թիմ ընտրություններին մասնակցել է 3000-ով ավել քաղաքացի, քան 2021-ի համապետական ընտրություններին։ Այո, դա շատ կարևոր ցուցիչ է։ Հենց դա էլ նկատի ունեմ։ Այսինքն իմ գնահատականը ընտրությունների մասնակցության վերաբերյալ հիմնված է հենց այդ թվի վրա։ Հիմա տեսեք, այդ մարդիկ գնացին մի գաղափարի համար, որը նոր էր հայ քաղաքական իրականության մեջ, եթե չհաշվենք Երևանի քաղաքապետարանի ընտրությունները։ Այսինքն Գյումրու ընտրությունները դարձնել հաղթանակ, Գյումրուն տանել հաղթանակ, դրանով սկսել գործընթաց իշխանափոխության, որը կտարածվի հանրապետության մյուս քաղաքներով, մյուս խոշորացված համայնքներով եւ ընդհանրապես ամբողջ Հայաստանով, որովհետեւ մեր ձեր տաղավարում մենք գոնե միասին եւ ձեր բազմաթիվ հյուրեր անընդհատ ասում են, որ երկիրը գտնվում է օրհասական վիճակում, տարածաշրջանը խայտարակ աշխարհակաղակական վիճակում է, պատերազմը ուղղակիորեն այսպես կաթիլի նման հասունացած, ծանրացած կախված է գլխներից, վաղը կարող է Իրանում իրադարձություններ տեղի ունենան, Ադրբեջանը ամեն օր կրակում է մեր սահմաններին, մեր իշխանությունները ամեն օր անվերապահ ու աննախադեպ զիջումներ են անում, չեն թաքցնում դրա մասին, ասել ավելին թաքցնում են այն, ինչ պայմանավորվել են մեր թշնամու հետ եւ այլն։ Այսինքն այս իրավիճակում ժողովուրդը հասկացավ, որ եթե այստեղ լինի Գյումրիում լինի հաղթանակ, այդ հաղթանակը կարելի է գեներացնել, տրանսֆորմացնել ամբողջ Հայաստանով մեկ եւ գալ վերջնական իշխանափոխության։ Հիմա հնարավոր է Հայաստանում իշխանափոխության արդյունքում ունենալ այնպիսի իշխանություն, որը չկրկնի, ասենք Նիկոլ Փաշինյանի սխալները։ Հնարավոր է Հայաստանում ունենալ այնպիսի իշխանություն, որը մեջքի վրա հարություն աստիճանով շուռ կտա այն աշխարհակաղակական իրավիճակը, որ ստիպում է մեզ այդպիսի քայլեր անել եւ ընդհակառակը ոտքի կանգնել, մեջքներս ուղղել, փորձել հետ բերել Արցախը, արցախցիների վերադարձը Արցախ, արցախցիների իրավունքների պաշտպան։ Եկեք դրա մասին դեռ չխոսենք։ Հիմա խոսենք նրա մասին, ինչը կարող է դառնալ տրիգեր, ինչը կարող է դառնալ շարժառիթ։ Հիմա արդեն վերադառնանք այսօրվա մեր իրականությանը։ Եթե 3 ընդդիմադիր ուժ մի կողմ դնելով բոլոր քաղաքական, անձնական, գաղափարական, տեղային, տեղական, կլանային, չգիտեմ, բոլոր հակասությունները համաձայն են Գյումրում կատարել իշխանափոխություն,
որը հետո կտրանսֆորմացվի ամբողջ երկրով, մեկ, եւ մեկ քաղաքական ուժ, որը իդեպ հաղթողը չի, գոնե ընդդիմադիրների մեջ էլ հաղթողը չի, հա, այսքան ժամանակ է ձգում, այլ դուք ասում եք ինչ է կատարվում, ես կարծում եմ, որ այս ժամանակի ձգձգումը հենց այն էյֆորիայի, այն երացող կացայի կափարիչը բացելու էֆեկտն է, որովհետև եթե հենց առաջի օրը, ինչպես Ռուբեն Մխիթարյանը, ինչպես Կարեն Սիմոնյանը հայտարարեցին, իդեպ Կարեն Սիմոնյանը դեռ քարոզարշավի սկզբից էր հայտարարում, որ խնդիր չկա, Ռուբեն Մխիթարյանը արդեն քարոզարշավի վերջում ընտրությունների ընթացքում, քվեարկության ընթացքում եւ այլն, արդեն այդ բանը կար, հա, շունչը կար, որ միանալու եւ անմիջապես այո հայտարարեց հաջորդ օրը առավոտյան։ Եթե հիմա սրանք հայտարարել են ու Մարտուն Գրիգորյանը դեռևս լռում է։ Ես պատկերացնում էի եւ այն մարդիկ իդեպ ովքեր որ տեղներից կտրվեցին այսքան տարի ընտրական գործընթացներին չմասնակցելով, իրենց քվեն չտալով ոչ մեկին, ոչ ընդդիմությանը, ոչ իշխանությանը, ոչ մեկին ու ասում են մենք քաղաքականությամբ չենք զբաղվում կամ դե չգիտեմ մենք մենակ մարսեցիներին կքվեարկենք եւ այլն, եթե նույն այդ հատվածը սպասում էր որ հենց հիմա երբ որ արձանագրվեց, պեչատը դրվեց, հա, պլոմբվեց այդ հաղթանակը, թե դեռ մանդատները չեն ստացել, այդ շարժումը պայթելու է, եռալու է ու Գյումրիի ափերից դուրս է գալու, Գյումրի կացայից դուրս է գալու, տարածվելու են, դուք չգիտեմ, մոտակա բնակավայրերը, հետո այնտեղից գալու է դեպի Երևան, Երևանից գնալու է դեպի Հիմա ակնհայտ է, որ եթե հիմա այդ կացկան սառեց։ Այդ արի որ միանում է, այդ երացող process չկա։ Հիմա հասկացա, չէ, եթե Մարտուն Գրիգորյանը այսօր հայտարարի, որ ես որպես Մարտուն Գրիգորյան հայտարարում եմ, որ նույնիսկ իմ պատգամավորական մանդատը վար չեմ դնում, ես չեմ ուզում դառնալ Գյումրու ավականու անդամ, այլ իմ փոխարեն իմ քաղաքական ուժից մեկ ուրիշն է գնում եւ մեր բոլորը 6 հոգին քվեարկում են անվերապար, նույնիսկ կոալիցիա են կազմում Վարդան Ղուկասյան, ինչ ուզում եք ասեք։ Ինչ ձև ուզում եք պատկերացեք Մարտուն Գրիգորյան։ Իմ համոզմամբ եւ այն մարդկանց համոզմամբ, ովքեր վերջի վերջո հավատալով, որ այդ շարժումը կարող է տարածվել ամբողջ երկրով եւ բերել մեկ այլ ավելի կարևոր համազգային արդյունքի, հա, այդ մարդկանց համար դա արդեն նշանակություն չունի։ Շատ լավ, բայց սա Որովհետև տեսեք, այդ դեպքում արդեն սա գնաց ու ձևակերպվեց, որ օրինակ այս դեպքում, երբ որ Մարտուն Գրիգորյանի անվերապահ աջակցությունն հայտնի Վարդան Ղուկասյանը, կասեն, հա, մեզ հանեցին տարան ընտրության, որ Վարդանիկը դառնա քաղաքապետ։ Ախպեր մենք ախր Վարդանիկին չէինք ընտրել, որ Վարդանիկը դառնա քաղաքապետ։ Մարտունին չէինք ընտրել։ Մենք այդտեղ չեմ անում Կարեն Սիմոնյանին մենք Նիկոլին դեմ ենք քվեարկել, որ սա դարձնենք գործիք, սա դարձնենք մուրջ, սա դարձնենք, չգիտեմ, լինք, լոմ, հա։ Քանդենք այս իշխանությունը, վերցնենք իշխանությունը։ Հիմա, պարոն Սարբեկյան, սա այստեղ է տրամաբանությունը։ Շատ լավ, ճիշտ համաձայն եմ։ Սպասվող համապետական ընտրություններից առաջ 2026-ին կլինի վերջի, եթե արտահերթ չլինի։ Արդյոք սա Մարտուն Գրիգորյանի այս վարքագիծը, այս լռությունը, տարբեր մեկնաբանությունները, որոնք չեն հերքվում, հա, սեփական ոտին կրակել չէր, այն քաղաքական ուժի իմաստով, որը առաջադրել է Մարտուն Գրիգորյանը, եւ այն ֆրակցիայի իմաստով, որի անդամ է Մարտուն Գրիգորյանը։ Այսինքն մարդիկ տեսան, չէ, որ հասկանալի։ X պահի այս մարդիկ կարող են լրիվ ուրիշ ձև իրար դրսևորել։ Մի րոպե։ Հայկական ժողովրդական ասացվածքն է, ասում է, դրսում անձրև է գալիս, կոշտը, այսինքն հողի կոշտը, հողի կտորը, լացում է, թե ինչ վատ բան եղավ, քարը կթրջվի։ Այդ անձրևից հետո այդ կոշտը փշրվելու է դառնա փոշի, բայց ինքը լացում է քարի դարդը։ Հիմա տեսեք, Մարտուն Գրիգորյանը կամ նրա քաղաքական ուժը, եթե հավատանք կամ համաձայնվենք այն խոսակցություններին, այն վերլուծություններին, որ հա, այստեղ ինչ որ դավադրություն կա եւ այլն։ Այդ տրամաբանության մեջ եւ Մարտուն Գրիգորյանը, եւ նրան սատարող քաղաքական ուժը կամ ուժերը, եւ նրան սատարող քաղաքական անհատները, հա, կամ ուժային կենտրոնները, թե ինչ ռեյտինգ հետո կունենան, դա նման է օդում կրակած փամփուշտի էֆեկտին։ Այսինքն, եթե այդ փամփուշտը ինչ որ մեկը օդում է կրակում ու ոչ թե կոնկրետ թիրախի վրա, հա, այդ փամփուշտը գնաց։ Այդ փամփուշտը ոչ մի արժեք չունի ոչ կրակողի համար, ոչ օդի համար։ Դե բնականաբար այդ փամփուշտի գնդակն էլ
ասենք արճիճը կտորը ինքնագնահատական էլ չունի, իր համար մեկ է ինքը ուր կընկնի, հասկանում եք։ Հիմա մենք եթե մտնենք այդ դաշտ, թե Մարտուն Գրիգորյանը կրակեց իր ոտին կամ իր քաղաքական ուժը կրակեց իր, չեմ ասում չմտնենք։ Բայց եթե մենք հիմա մտածենք դրա մասին, այդ նույն բանը ոնց որ մենք մեր կոշտ հալով, չէ, այն իմաստով եմ ասում, որ իհարկե, որ ժողովուրդը հետևություններ է անելու։ Ժողովուրդը ոչ միայն այդ հետևությունը կանի։ Իհարկե ժողովուրդ, տեսեք, մինչև այս քվեարկությունը, ընդհանուր մինչև այսօր, արդեն մի քանի ամիս երկու նախագահների աչակիցները կամ մարդիկ ովքեր իրենց համարում են երկու նախագահների աչակիցներ, թիմակիցներ, անընդհատ իրար հետ կռվում են, իրար վիրավորում են, իրար հայհոյում են, իրար հետ բանավիճում են, թե ով բերեց Նիկոլին։ Հա? Նույնիսկ կարծիք հնչեց, Աղոն Վարդանյանն իր եթե չեմ սխալվում, կարծիքը բացած։ Ինքը պետքա վերջը բացել այս հանգույցը, տարանջատվել, որ հասկանանք հետո ինչ է կատարվում։ Հիմա մոտավորապես կարող ենք սա դիտարկել մոտավորապես այդ տրամաբանության մեջ։ Այո, եթե այսօր Մարտուն Գրիգորյանը եւ նրա քաղաքական շրջապատը կայացնեն ոչ adekvat որոշում կամ անսպասելի անցանկալի, հա, կարելի է ասել անսպասելի որոշում են կլի, որ Վարդան Ղուկասյանն աջակցի ինքը։ Ավելի սպասված է, որ ինքը չի աջակցի։ Ես հասկանում եմ Միրոնյան, բայց այն որոշումը, որ իրեն սպասում են, այդ որոշումը չկայացնի, սա նոր նավթ կլցի, նավթի նոր չափաբաժին կլցի այդ խոսակցությունների եւ գուցե էլի ինչ որ բաներ պարզվեն կամ ընդհակառակը, ավելի խճճվի։ Բայց կրկին եկեք անդրադառնանք էությանը, հաջորդ ընտրություններին, որտեղ էլ դրանք լինեն Շենգավիթ համայնքում, լինեն, չգիտեմ, Քայչարող համայնքում, թե համապետական 2026 թվականի կամ մինչև այդ արտահերթ խորհրդանական ընտրությունների ժամանակ։ Էլ ոնց կարող ես այդ քաղաքականությամբ չեմ զբաղվում ժողովրդին բերել քվեարկցիկ, եթե քեզ ասեն, գիտես ինչ պարոն Նոզ, դու հիմա եկել ես քարոզում ես, որ ես գնամ քվեարկեմ Նիկոլին դեմ։ Վաղնիրարը չեք պայմանավորվում։ Վաղնիրարը չեք։ Ասես չէ, ախպեր, մենք կպայմանավորվենք, ասի հոп։ Մինչև Գյումրին հավատում էի։ Գյումրիից հետո թեկուզ փետով ծեծես։ Հասկանում եք, ինչքան է դժվարանում մեր վիճակը։ Մեր վիճակը նկատի ունեմ։ Լավ, հիմա այսինքն ես կարծում եմ այս քաղաքական միավորները, որոնք կապ ունեն Մարտուն Գրիգորյանի, սա պիտի գիտակցեն։ Ես հիմա տեսնում եմ, որ ինչ որ գիտակցություն կա, ներողություն, ես տեսնում եմ, որ ես Աշոտյանի գրառում միջև մարդիկ իրականում կարծում եմ անգամ իրենց վարկանիշի համար անհանգստացած են, որտեղ տեսնում են սա լուրջ հարված է լինելու։ Եվ ինձ համար օրինակ անտրամաբանական էր երեկվա լսած մեկնաբանությունը հանրապետական ֆրակցիայի պատգամավոր, պատիվ ունեմ ֆրակցիայի պատգամավոր, չեմ ուզում անուն տալ ինչ-որ թիրախավորել, բայց իր ասածը ինչ էր, ասում եմ Մարտուն Գրիգորյանը դա կորոշի իր ընտանիքի հետ։ Փաստորեն ասում որ կլան կա այնտեղ, այսինքն ինչ ընտանիք։ Մենք նրա վրա ազդեցության ամենայն հարգանքով Մարտուն Գրիգորյանի ընտանիքի վերաբերյալ, բայց սա քաղաքական հարց է, ընտանիքի ինչ կապ ունի այստեղ։ Հիմա սա ընտանիքը վերջին նման խոսակցություն ես լսել, ասենք Սոպրանոների ընտանիքի մասին, ինչ-որ Կարլեոնեների ընտանիքի մասին, սա կրիմինալ մոտեցում է, այսինքն ասել, որ որևէ պատգամավոր իր ընտանիքի հետ պիտի որոշի քաղաքական հարց, սրանից լավ վկայություն, որ սա կլան է, չկա։ Ես իմ մեր զրույցի սկզբի մասում ասեցի, չէ, որ եթե քաղաքական ուժերը կարողացել են մարդկանց աթոռից կտրել ու տանել ընտրատեղամաս, դրա հիմքում եղել է գաղափար, դրա հիմքում չի եղել բիզնեսը, դրա հիմքում, այսինքն այն մարդիկ, ովքեր որ ասում են մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, մնում են աթոռի նստած, համաձայնվեք, որ դրանք ոչ քիչ բանիմաց կամ անկիրթ մասն են հասարակության, չէ՞։ Այսինքն որոշակի վերլուծություն անել գիտեն, դրա համար չեն ուզում ոչ կարմիրներից լինեն, ոչ սպիտակներից, ոչ սևերից, ասում են մեր ժամանակը հələ չի եկել։ Մեր գաղափարի առաջ տանելու մարդ չենք տեսել, հիմա գաղափար ենք տեսել, մարդ ենք տեսել, գնացել ենք հետևից, չէ՞։ Այդ մարդիկ չեն ընդունում ընտանիքի գերակայությունը։ Այդ մարդկանց չես կարող ասել, գիտեք ինչ, լավ եք արել, որ եկել եք, ձեր տեղից կտրվել եք, մասնակցել եք, զբաղվել եք քաղաքականությամբ, դուք այդ արել եք, հիմա թողեք ընտանիքը որոշի։
որ տենցներ այդ մարդիկ այդ ընտանիքի տեղ ուրիշ ընտանիքի հետ իրենց ապագան կկապեին կամ չեմ անում կգնային ուրիշի քվեարկության կամ իրենց ընտանիքը կստեղծեին։ Համաձայն եք, չէ՞։ Այսինքն այսօր Հայաստանը որտեղ ունենք 100-ից ավել 150 մոտավորապես քաղաքական կուսակցություն, թե 130 չգիտեմ, ոչ էական չի։ Ունենք այդքան քաղաքական կուսակցություն, ունենք սևերի ու սպիտակների, նախկիների ու ներկաների, թալանացների ու չթալանացների, թալանվածների ու թալանվածների, հա, այսինքն բոլոր հնարավոր բաժանումներ ունենք, նույնիսկ արդեն այնտեղ չեմ անում փափախով քրդի բաժանում ունենք, չէ՞։ Ցավոք սրտի։ Այսինքն հասկանում եք ինչքան ատոմիզացված է երկիրը ու մի օր հնարավոր եղավ Հայաստանի մի փոքր հատվածում չեզոքացնել այդ ամեն ինչը, մարդկանց կոնսոլիդացնել մի գաղափարի շուրջ, այն է այս իշխանության հերացման սկիզբը դնել, ոչ թե հերացնել, բոլորս էլ գիտենք, չէ՞, մենակ Գյումրիով իշխանությանը չես հերացնի։ Ու մեկ էլ ընտանիք։ Ես չեմ հասկանում։ Այստեղ քանի որ դուք սկզբում ասիք ես չեմ հասկանում, ի՞նչ է կատարում։ Ես էլ վերջում եմ ասում, եկանք հասանք ստեղ։ Որ երկուսս էլ չենք հասկանում ի՞նչ է կատարում։ Հա, էլի։ Ինչ է, չէ, հասկանում եք ինչ է կատարում, ես չեմ հասկանում ինչի համար։ Ինչի համար։ Հա, լավ, ձեր ընտանիքը եւս 2 տարի լավագույն դեպքում, եւս 2 օր վատագույն դեպքում աշխատացնի իր բիզնեսները, այնտեղ չեմ անում հովանավորի իր թաղի կամ իր կլանի գործունեությունը եւ այլն եւ այլն։ Ախր 2 օր հետո կարող է այս երկրի պատերազմի մեջ ընկնի ոչ իր մեղքով, ու այդ ձեր բիզնեսները, ձեր կլանները եւ այլն չկարանաս մի հատ ջոկատ հանեն, գնան Գյումրու քաղաքապետի մոտ, ասեն մենք ջոկատ ենք, մեզ ասեք ուր է տանք։ Իրականում սա քաղաքական համակարգի դեգրադացիայի մասին է, ես անկեղծորեն ցավում եմ, որ որևէ ընտանիքի կարծիքի է սպասում տասնամյակների պատմություն ունեցող հանրապետական կուսակցություն է։ Կարելի է վերջում մի նախագծել։ Եվ մի ամբողջ հասարակություն, ի վերջո, ինչպես դուք նաև ձեր խոսքում ասիք, եւ ինչպես իրականությունն է այդպես է։ Գյումրու ամբողջ քարոզարշավը տարվել է համապետական տրամաբանությամբ։ Համապետական տրամաբանությամբ։ Եվ հիմա կանգնել ասել ես համապետական տրամաբանությամբ տարված քարոզարշավը։ Քարոզարշավի արդյունքը պիտի ամփոփվի միայն ինչ որ ընտանիքի, որքան էլ որ հեղինակավոր լինի, որքան էլ որ փող ունենա, որքան էլ որ ազդեցիկ լինի, ինչ որ ընտանիքի որոշմամբ սա արդեն քաղաքական համակարգի բացակայության մասին է։ Թողենք։ Այս ամբողջը ամփոփվելու է Գյումրու քաղաքապետի աթոռին ինչ որ մեկի հետույքը նստացնելով։ Հասկանում եք։ Ավելի ճղճիմ, ավելի հասարակ, ավելի անարժեք, ավելի քիչ արժեք ունեցող, բայց ես վերջում ուզում եմ մի բան այնուամենայնիվ, եթե մեր ժամանակը սպառվում է։ Եթե մենք այս process-ը ունենայինք 2018, 19, 20 թվականին, նույնիսկ 21 թվականին, եթե մենք այս process-ը ունենայինք 2008 թվականին, 98 թվականին, ես հանգուցային տարեթվեր եմ ասում, հա, դեռ կարելի էր սրա մասին նստել, երկար խոսել, սինթեզել ինչ-որ գաղափար, ինչ-որ միտք, ինչ-որ ճանապարհ եւ այլն, բայց այսօր ապրիլի 4-ն է 2025 թվականի։ Ուզում եմ շեշտել այսօր։ Ընդամենը 2 օր առաջ Միացյալ Նահանգներն հայտարարեցին, որ իրենք միայնակ, հա, կամ Իսրայելի հետ միասին, կամ Իսրայելը ինքնուրույն պատրաստ են հարվածել Իրանին, բնականաբար մենք գիտենք ինչա մեր կողքը կատարվում, բնականաբար գիտենք ինչա մեր սահմաններին կատարվում, այս օրը, այս հարցերը բանանել, առիթ ունենալ այս հարցերը քննարկելու, դա մեր ամոթն է, որտեղ մենք ոչ ժամանակային ռեսուրս ունենք, ոչ մարդկային ռեսուրս ունենք, ոչ տնտեսական ռեսուրս ունենք, ոչ ռազմական ռեսուրս ունենք, ոչ էլ արդեն բարոյական ռեսուրս ունենք Գյումրիի ընտրություններից։ Շատ շնորհակալ եմ, պարոն Սարոբեկյան։ Ես անկեղծ եմ ասում, ամենաշատը այս տաղավարում են երևի խոսել Գյումրու ընտրություններից հետո տեղ ունեցող process-ների մասին։ Ձեր մեկնաբանությունը ամենահետաքրքիրն է եւ այս տեսանկյունից դեռ չէր քննարկվել, այնպես որ շնորհակալ եմ քննարկման համար
Ես չստեմ զրուցում եի վերլուծաբան Էդուարդ Սարիբեկյանի հետ, տեսություն կհանդիպենք։